Հարգելի հետևորդներ, րոպեներ առաջ բաց դարձավ, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը որոշում է կայացրել 2 ամսով կալանավորել Արշակ Սրբազանին սուտ մատնության գործով ըստ էության 7 տարվա վաղեմության ինչ-որ գործ է, բայց դա էական չէ, խնդիրը այստեղ ավելի խորքային է, որովհետև Արշակ Սրբազանի կալանավորումը առաջին հերթին պայմանավորված է տեղի ունենալիք եպիսկոպոսած ժողովի հետ, բոլորս գիտենք, որ Արշակ Սրբազանը հսկական ազդեցություն ունի եւ այս կալանավորումով ըստ էության Նիկոլ Փաշինյանը փորձում է ազդել եպիսկոպոսած ժողովի վրա այս բռնաճնշումներով հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանը այլևս անցել է բոլոր կարմիր գծերը եւ եկեղեցու դեմ պայքարի շրջանակներում ինքը չի խորշում դիմելու բոլոր հնարավոր միջոցներին, պետական ռեսուրսները իրավապահ համակարգը ամբողջությամբ իրեն է ծառայեցված, արդեն ԱԱԾ-ին ուղարկում է պատարագի տեքստեր խմբագրել, երևի ասենք ԱԱԾ-ականներով օրինակ 7 վերքում պատարակ մատուցի, կարող է նաև դրան հասնել, ասենք Սարգսակը կարող է նշանակել օրինակ Շիրակի մարզպետին, այսինքն հասել ենք մի այնպիսի աբսուրդ իրավիճակի, երբ պետական բոլոր օղակները, հատկապես իրավապահ համակարգը, ազգային անվտանգության ծառայությունը ամբողջը ծառայեցում է ոչ թե երկրի անվտանգությունը, հասարակության անվտանգությունը ապահովելու համար, այլ հայ առաքելական եկեղեցին ամբողջովին կազմաքանդելու այս հակաքրիստոնեական, սա եկեղեցու դեմ ուղղված պայքար չի, սա հակաքրիստոնեական պայքար է, սա Փաշազադեի հրահանգով տեղի ունեցող իրադարձություններ են եւ Արշակ Սրբազանի կալանավորումը դրա ապացույցներից մեկն էր, արդեն 4 սրբազան կալանավորված է Նիկոլ Փաշինյանի այդ հակաքրիստոնեական, հակաեկեղեցական պայքարի շրջանակներում հասարակությունը պետք է հասկանա, որ Նիկոլ Փաշինյանը ամենևին խնդիր չի դրել եկեղեցին բարեփոխելու, եկեղեցին մաքրելու, ընդհակառակը նա անում է ուղիղ հակառակը եւ գերխնդիրը եկեղեցին կազմաքանդելն է եւ այս իրավիճակում հասարակությունը այլևս չպետք է վեճ ունենա, հա, Նիկոլ Փաշինյանը ճիշտ է անում, սխալ է անում, հասարակությունը պետք է ֆիքսի, որ սրանով Նիկոլ Փաշինյանը հարվածում է հայի ինքնության ամենակարևոր առանցքին, դա հայ առաքելական եկեղեցին է ու այս իրավիճակում իր համապատասխան վերաբերմունքը պետք է ցույց տա Նիկոլ Փաշինյանին։ Այնպես որ զարմանալի չէ, որ Արշակ Սրբազանը այսօր կալանավորվեց 2 ամսով, Մայր Հայաստան կուսակցության ներկայացուցիչները այստեղ էին, նաև բազմաթիվ մարդիկ կային այստեղ հավաքված ի աջակցություն Արշակ Սրբազանի չենք էլ կասկածում, որ Նիկոլ Փաշինյանի հրահանգով կալանքի են տանելու, բայց մի բանի վրա էլ եմ ուզում շեշտադրում անել, այսօր նա Նիկոլը հայտարարել է, որ գնալու են 7 վերք Գյումրի պատարագի, դա ինչպես բացատրեմ, որ ճիշտ լինի Գյումրիի համար, ոչ միայն Գյումրի Շիրակի համար 7 վերքը սրբության սրբոցն է եւ հենց պատահական չէ, որ ընտրել է 7 վերքը, նա այդ քայլով ըստ էության փորձում է պղծել բառը օգտագործեմ, պղծել սրբության սրբոցը, որովհետեւ շատ մեծ հավանականությամբ այնտեղ կարող են սադրանքներ տեղի ունենալ, մենք գիտենք գյումրեցիների վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանին եւ նրա արարքներին, հիմա իրենք չկարողացան ԱԱԾ-ի միջոցով բոլոր ուժայինները, մարզպետ, չգիտեմ, իրենց ծառայող ինչ-որ ռեկտորներ եւ այլն դրանց միջոցով չկարողացան գտնել մի քահանա, որը կհամաձայնվեր զեղչել կաթողիկոսի անունը, բայց ամեն դեպքում Նիկոլը գալիս է Գյումրի եւ ես գյումրեցիներին կոչ կանեմ չգնալ սադրանքների, չտրվել սադրանքների, որովհետեւ էլի եմ կրկնում այս քայլով ըստ էության Նիկոլը սադրում է գյումրեցիներին այդ հակաեկեղեցական, հակաքրիստոնեական պայքարի շրջանակներում 40 մարդ ձերբակալվեց հոկտեմբերին տեղի ունեցած
դեպքերի շրջանակներում հիմա մի 40 հոգի էլ կարող է ձերբակալել սադրանքի տրվելու դեպքում, հետևաբար ուշադիր եղեք, մի տրվեք սադրանքների, այս ամեն ինչի վերջը ի վերջո գալու է եւ մենք կարողանալու ենք հաղթահարել այս ճգնաժամը, բայց հիմա ամենակարևորն է Գյումրիի պարագայում չտրվել սադրանքների եւ հասկանալ, թե ինչ ճանապարհով կարելի է կանխել այդ Նիկոլ Փաշինյանի սադրիչ արշավանքը, սադրիչ մուտքը յոթվերք, էլի կրկնեմ, գյումրեցիների սրբության սրբոցը։ Այնպես որ Մայր Հայաստանը կանգնած է եկեղեցու կողքին, մենք օրենքի շրջանակներում բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանելու ենք հայ առաքելական եկեղեցին ու գտնում ենք, որ ոտնձգությունները հայ առաքելական եկեղեցու դեմ դա կոնկրետ մեր ազգի ինքնության դեմ ուղղված քայլեր են, որոնք պետք է կանխել։ Այսքանը։